Փառք Նժդեհին և ազատություն ապստամբ նժդեհական Սասնա ծռերին։ Տեսնում ենք աշխարհը ինչ ծանր օրեր է ապրում։ Այս մարտերը տարբեր անկյուններում ճիշտ է համաշխարհային պատերազմ չի հռչակվել կամ չի կոչվում, բայց ինքը իր ծավալներով, իր զենքերի, իր արկերի, հրթիռների, ինքնաթիռների, չգիտեմ, տարբեր միջոցների քանակի օգտագործմամբ չի զիջում համաշխարհային պատերազմին եւ մարդկային կորուստների քանակով նույնպես։ Եթե ուղղակի քննարկենք միայն ռուս-ուկրաինական պատերազմը, միլիոնավոր մարդիկ արդեն զոհվել են եւ տնտեսություն է ավիրվել, այսինքն պատերազմից հետո մարդիկ սնվելու, ապրելու կարողությունը մարդկանց ոչնչացվել է։ Հələ պատերազմը մի չարիք է, պատերազմի կանգնելուց հետո այդ մարդը պետք է ապրի, որտեղ պետք է աշխատի, որտեղ պետք է քնի, ավերվել են իրենց աշխատավայրերը, իրենց բնակարանները, եկամտի աղբյուրները։ Սարսափելի վիճակ է աշխարհում։ Էլ եմ ասում, համաշխարհային ճգնաժամ է, բայց համաշխարհային պատերազմ հայտարարված չէ։ Բայց չի բացառվում, որ երկու կամակոր կարող են բան հասցնել նրան, որ այն վերաճի համաշխարհային պատերազմի։ Եվ այս պատերազմը աշխարհի գրեթե բոլոր պետություններին անհանգստացնում է, նամանավանդ նրանց ղեկավարներին։ Եվ մենք անգամ Եվրոպայի այն ամենաապահով երկրներում, որտեղ ոչ կրակոց կա, ոչ հրթիռ է պայթում, ոչ սով կա, ոչ ավերածություն կա, անգամ այդ երկրների ղեկավարներն են մտահոգ եւ գրեթե ամեն օր հայտարարություններ են անում, կոչեր են անում հակամարտող կողմերին, բռնություններ կիրառողներին դադարեցնել, կասեցնել, ուղղակի կոչ են անում, որովհետեւ իրենց սիրտը ցավում է նաեւ այն մարդկանց համար, ովքեր անգամ իր երկրի քաղաքացի չեն, բայց տեսնում է զոհվում են կանայք, երեխաներ, հա, վնասվում են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ եւ ծանրակշիռ պետության ղեկավարը պետք է իսկապես նման կապ չունի իր երկրի հետ դա տեղյուն թե չէ, ինքը պետք է համամարտկային վերաբերմունք ցույց տա եւ իր դժգոհությունը, իր անհանգստությունը եւ անտրամադիր են կարելի ասել բոլորը։ Աշխարհում բոլորն անտրամադիր են։ Բացառությամբ երկու հոգու՝ Նիկոլի եւ Ալիևի։ Նիկոլը ասես այս աշխարհից չլինի, ասենք Հայաստանը այս աշխարհին չի պատկանում։ Ամեն առիթի թմբուկ կծեցի, ստեր կփչի, դարել է փչան թմբկահար։ Փարթիներ կանի, հիմա էլ ասում է խորոված փարթի ենք անելու։ Երկրի 27%-ը, եթե ոչ ավել, ծայրահեղ աղքատության մեջ է Հայաստանում։ Մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ են, իսկ Նիկոլը բյուջեի փողերը տեսեք որտեղ է շռայլում, դպրոցներ է փակում, կրթություն է ավիրում։ Ու այդ ամենի ֆոնին աշխարհի կրակների մեջ ինքը թռնում ու երգում է։ Իսկ Ալիևը ուրախ է, որ Նիկոլին հաջողվում է հայ հանրության ուշադրությունը շեղել, որ ինքը իր սև գործը առաջ տանի։ Ինչ ասել է ուշադրություն շեղել։ Ես մի օրինակ եմ ուզում բերել մինչև այդ ուշադրության պահին անդրադառնալը։ Մենք գիտենք, որ ծծկեր երեխան աշխարհը ճանաչում է բերանով։ Նոր է ծնվել ու կրծքից է կախված ընդհանրապես։ Եվ եթե ինչ-որ մի բան ուզում է հասկանալ, նա պետք է համեմատի ստինքի հետ, մոր կրծքի հետ։ Անկամ մատը 10 կամ չգիտեմ ինչ-որ մի բան ինքը տանում է բերանը։ Որ համատյա մեջ տեսնի դա ստինք է թե չէ, որովհետև իր ուշու միտքը ստինքն է, կուրծքը, որ ուտի։ Այսինքն իր համար կարևորը դա այդ ստինքն է։ Եվ Հայաստանում կան մարդիկ, որոնց համար կարևորը ասֆալտն է։ Եթե Նիկոլը ասֆալտապատել է իր գյուղը, որը, ինչպես իրենք են ասում, էսկի սովետի օրոք ասֆալտ չի տեսել, ասում այս գյուղը։ Այսինքն ինչ Ռոբերտ, ինչ Սերժիկ, այս մարդը ծալել է Բրեժնևին, չգիտեմ Խրուշչովին, то Գորբաչովին։
ինքը արել է անհնարինը։ Դրա համար կարելի է մարդուն ասում է, չգիտեմ, ձեռքերի վրա պահել, ոտքերը լվանալ, ջուրը խմել, ասում է, անգամ ամենակարող սովետն ասում է մեզ մեր գյուղը ասֆալտ չէր արել, Նիկոլն արեց։ Կարևոր չէ, որ Արցախ ենք հանձնել եւ անամոթավոր պնդում ենք, որ մենք սխալ ենք արել։ Այսինքն մենք չէ, Նիկոլը, որ մենք դեպի պատասխանատվության ենթարկվենք։ Այդ մարդուն դա չի հետաքրքրում։ Այդ մարդը աշխարհը ճանաչում է ասֆալտով, ինչպես կրծքի երեխան ստինքով։ Այդ մարդուն չի հետաքրքրում է, որ Նիկոլը ծափուցի ծաղով իր ուշադրությունը շեղում է եւ կարող է անցնել 1-2 տարի հետ եւ Աստված մի արասե կարող է այդ ասֆալտապատ փողոցը իր գյուղի կամ քաղաքի կարող անվանել Թալյատ Փաշայի անունով, Հեյդար Ալիևի անունով։ Ինքը դրան չի գնում, չի մտածում, չի հասկանում։ Կարևորը ասֆալտ է ոտքի տակ, 1-2 տարի կարող է այդ ասֆալտի վրայով քայլել։ Բայց այդ փողոցը ասֆալտապատ ինքը չի հասկանում։ Ինքը տկար է, որ այսպես եթե շարունակի, այդ ասֆալտապատ փողոցը կարող է կոչվել իսկապես Ջեմալի Քեմալի Թայլաթի Ալիևի անունով։ Միգուցե ինքը չանհանգստանա էլ, որովհետև ինքը արդեն բարոյապես մեռել է։ Ինքը ուղղակի կենսաբանական գոյացություն է։ Խոսքս Նիկոլականին է վերաբերվում, բայց քանի որ կենսաբանական գոյացությունը ֆիզիկական գոյություն է, ինքը, այսինքն ոչ թե ուղղակի մսեգունդ է, այլ ինքը իր վարքով ինքը աջակցում է թշնամուն, որովհետև իր մեջ բարոյականությունը մեռել է եւ իր մոտ ձևավորվել է ասֆալտասիրություն։ Եթե իրենց մնացած փողոցներն էլ ասֆալտապատ են, Գեղարքունի կտան, չգիտեմ, Սյունի կտան, Երևանը տան, ինքը չի նեղվի։ Ինչպես Արցախը տվել են, ինքը չի նեղվում, կարևոր իր գյուղը ասֆալտապատվել է։ Եվ ինչ են անում սրանք։ Երբ որ Նիկոլը մարդկանց այդպես փչելով ու թմբուկ խփելով, փչելով, թմբուկ խփելով, խափելով, Ալիևի ստերն է փչում ինքը։ Բոլոր ուշադրությունը չեզոքացնում է Ադրբեջանից, աշխարհից։ Ադրբեջանը պետական մակարդակով իրենց կառավարական այդ էջերով իրենց նպատակները գրում են, որ հետո աշխարհին ցույց տան, որ դա իրենց պետական նպատակ է, ծրագիր է։ Նիկոլը այնպես անում, որ մենք դրանով չհետաքրքրվենք եւ որ չենք հետաքրքրվում, չենք էլ անհանգստանում։ Իսկ Ալիևը վաղ աշխարհին ցույց է տալու, որ ես սա որ գրում էի, ամբողջ աշխարհը տեսնում էր համացանցում։ Ես որ գրում էի, բայց հայերը չէին բողոքում։ Այսինքն, այն որ ասֆալտի համար ուրախանում, այդ մարդը չի հասկանում։ Այսինքն այդ մարդուն շեղում են, որ Ալիևը միջազգային հարթակներում այդ մարդու այդ ասֆալտած փողոցը իրենով դարձնի։ Եվ չզարմանաք, որ մի օր Ալիևին հաջողվի Աստված մի արասե, եթե այսպես մնանք, այսպես շարունակենք, այն Հռոմի Կոլիզեի պատին գրած Գրետ Արմենիան, մեծ Հայաստանը, որը մինչև Կասպից ծով է, հենց այդ քարտեզի վրա, քարի վրա ծեծված, դաջված, մինչև Ադրբեջանի տարածքը ներառյալ Հայաստան է կոչվել, Ալիևը կարող է կամաց փողեր ծախսելով, գիտնականներ առնելով, քարտեզներ փոխելով, դե քանի Նիկոլը ծափուցի ծաղով քեզ շեղում է, ինքը աշխարհին առնի եւ այդ պատի Արմենիան փոխի Ադրբեջանով։ Ինչ կա որ։ Հիմա կասեք փոխում է փոխի։ Բաքու բարոյականությունը։ Ախրի այն պատմությունը, որ կերտվել է մեր նախնիները, դու մենք ամեն օրվա մեջ արյուն կա։ Ամեն օրվա, այսօրվա մեջ էլ արյուն կա։ Արյուն կա այդ պատմության գրվածքի մեջ։ Ոնց եք ուզում հեչ անել, մի կողմ դնել, որ Ալիևը սեփականաշնորի։ Հա, արդեն Մաշտոց ու եկեղեցի են իրենցով անում։ Պատմաբաններ են կեղծ սարքել, արևմտյան Ադրբեջան են սարքում։ Գրերն արդեն ալբանական են ուզում ճանաչել, Մաշտոցին ալբանացի հանեն, մեզ էլ գող, որ ալբանացիների գրերն ու կրոնը խլել ենք ձեռներից, եկել ենք դարձել ենք թիվ 1 քրիստոնյա։ Արդյոք սա պատերազմ չէ։
Պատերազմը մենակ կրակոցով չէ, հրթիռով ու ռումբով չէ։ Պատերազմ է սա, որտեղ դու տանուլ ես տալի Իլհամին, որտեղ Նիկոլը իր ծափուցի ծաղով փչան դհոլչին քո աչքերը կապել է։ Իսկ դու շարունակ բանի մեջ, էքստազի մեջ ուրախանում ես։ Աշխարհում պատերազմ է, Հայաստանում չէ։ Չաղ աղտավոր ապրում ես։ Գնացել ես այն խուլ գյուղերը։ Տեսել ես քանի սոված երեխա կա, որ օրը ընդամենը մի կտոր ցամաք հաց է ուտում, որ ապրի ու քնում է։ Ոչ մի տակ ճաշ։ Ասֆալտով մի հրճվի, այդ ամոթ է, դու մարդ ես, ուղղակի գազանանոցի, չգիտեմ, ես ինչ կենթանի չես, որ տագդ մաքրեն, բան զգաս, քեզ ազատ զգաս։ Պետք է ազատվել, ուղղակի պետք է ազատվել սրանցից, ուրիշ ձև չկա։ Սրանց պետք է ընտրություններ թույլ չտալ, որ հասնեն։ Ես որ ես ասում եմ, ես ուղղակի չեմ ասում։ Ու սա պետք է մտածվի եւ կազմակերպվի։ Անպայման պետք է սա արվի, որովհետեւ հետո Ալիևը շատ մեծ շանսեր կունենա խաղաղ պայմաններում մեզ դարձնել ուղղակի անինքնասեր հանցագործ եւ բարոյապես եւ ֆիզիկապես ոչնչացնելու հնարավորություն կունենա մահ ռեժիմին։